Կառավարության հարգելի ներկայացուցիչ, հարգելի պատգամավորներ, սիրելի հայրենակիցներ, հարցը, որ մենք այսօր քննարկում ենք, շատ կարևոր է։ Եվ այսօր չէ, որ այս հարցը առաջացել է։ Ես ուշադիր ունկնդրում եմ բոլոր իմ ընդդիմադիր գործընկերների ելույթները եւ հիմնականում բացառությամբ մեկ ելույթի, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, հիմնական ելույթների նպատակն էր ուղղել, առողջացնել մեր տնտեսությունը։ Եվ բնականաբար շատ կարևոր է, որ հարկային օրենսգրքի քննարկման ժամանակ բոլոր քաղաքական ուժերը առանց հադրականության իրենց առաջարկներն են ներկայացնում։ Ինչպես պարզ է բոլորիս, պարլամենտը ինքը բազմակարծության ամբիոն է եւ այստեղից էլ մենք լսեցինք բազում առաջարկներ։ Ու առաջարկների մի մասը ընդունվել է, մի մասը չի ընդունվել, դա նորմալ է, չկա մի երկիր, չկա մի պարլամենտ, որտեղ իշխանությունը կարող է ընդունել ընդդիմության բոլոր առաջարկները։ Հակառակ դեպքում ընդդիմությունը կլինի իշխանություն, իշխանությունը կլինի ընդդիմություն։ Հիմա ինչ վերաբերում է հանրապետականը սատարում է, թե չի սատարում կամ ինչու ելույթ չի ունենում։ Առաջին ընթերցումից հետո հանրապետականը ամենաակտիվն է քննարկել եւ գործարար շրջանակների հետ, եւ մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ, եւ հանրության ներկայացուցիչների հետ, եւ հասարակական կազմակերպությունների եւ կառավարության մեր հարգարժան գործընկերների հետ։ Որպեսզի խոսքս բերկապարանոց չհնչի, խոսեմ փաստերով։ Առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմով ազգային ժողովի 14 պատգամավոր ներկայացրել են հարկային օրենսգրքի բարեփոխման վերաբերյալ իրենց առաջարկությունները։ 14։ Եթե հարկ կա, կարող եմ անունները ընթերցել։ 14-ից 10-ը Հայաստանի Հանրապետական խմբակցության ներկայացուցիչներ են։ Այսինքն նշել, թե Հայաստանի Հանրապետական խմբակցությունը ակտիվ չի աշխատում, Հայաստանի Հանրապետական խմբակցությունը եւ իշխանությունը չի սատարում այս հարկային օրենսգրքին, նույն բանն է, քան թե մենք ասենք, որ կներեք այդ համեմատության համար արաքսը թափվում է սևծով։ Մենք ամենաակտիվն ենք աշխատել։ Այսօր էլ առավոտյան ժամը 10-ից ֆրակցիան մանրամասն քննարկել է կառավարության մեր գործընկերների հետ այս հարցը։ Այո, մենք սատարում ենք։ Մենք սատարում ենք, մենք ունեցել եւ ունենք մտահոգություններ, եւ այդ մտահոգություններից մեծամասնությունը մենք կարողացել ենք աշխատելով մեր գործընկերների հետ, ինչու՞ չաշխատելով նաեւ մեր ընդդիմադիր գործընկերների հետ, լսելով հարության առաջարկությունները, այսօր նրանք արդեն զտեղված են երկրորդ ընթերցման այս նոր փաստաթղթում։ Եվ եթե համեմատենք պարլամենտ բերված նախնական տարբերակը եւ այսօրվա տարբերակը, հարգելի բարեկամներ, ահռելի ֆունդամենտալ փոփոխություններ կան այստեղ։ Եվ սա նաեւ մեր բոլորիս, ես չեմ ուզում դափները միայն վերցնեմ հանրապետականի վրա, բայց սա մեր բոլորիս, ինչպես նաեւ բիզնես հանրության եւ առհասարակ հասարակական կազմակերպությունների միասնական աշխատանքի արդյունք է։ Մենք սատարում ենք այս օրենսգրքին, որովհետեւ սա մեր օրենսգիրքն է, այստեղ մենք ամիսներ շարունակ գիշեր-ցերեկ աշխատել ենք, բարեփոխել ենք եւ վաղը մեր միահամուռ քվեարկությամբ կտեսնենք, որ հանրապետականը սատարում է կառավարության ներկայացրած հարկային օրենսգրքին։ Այո, մեր խնդիրն է մեր ժողովրդի բարեկեցությունը, մեր խնդիրն է նախ եւ առաջ, որպեսզի ունենանք այնպիսի հարկային օրենսգիրք, այնպիսի ճկուն համակարգ, որը Հայաստանը կտանի ոչ թե դեպի ցնցումներ, այլ դեպի կայուն զարգացում։ Շնորհակալ եմ ուշադրության համար։